Բարև ձեզ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Բիզնես Լաբն է։ Ես Անիկ Կեսոյանն եմ եւ շարունակում եմ ձեզ ներկայացնել հայկական բիզնեսների պատմությունը, դրանց դժվարություններն ու հաղթանակները։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք DCD կառուցապատող ընկերության փոխտնօրեն Հովհաննես Բասենցյանին։ Շնորհակալ եմ պարոն Բասենցյան մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կցանկանայի մեր զրույցը սկսել Դիլիջանայի նախագծից, որի հեղինակը եւ համահեղինակներից եւ նախաձեռնողներից մեկն եք։ Դուք նշում եք, որ այն լինելու է ապարտ հյուրանոցային ոլորտի նոր եւ բացառիկ նշաձող սահմանող նախագիծ, ինչ է այն, որն է այն նշաձողը, որ ուզում եք սահմանել եւ անցնել։ Նախ եւ առաջ ես կնշեի, որ մասնակիցներից եմ կոնցեպտի եւ կոնցեպտի կազմելու մի քիչ շատ պաթոսով չեմ ուզում հնչի համահեղինակ եւ նախաձեռնողները ինվեստորներն են, Բոյաջյան ընտանիքը, ում հետ միացել եւ աշխատել ենք նախագծի վրա։ Նշաձողը նորա այն իմաստով, որ մենք նախ եւ առաջ շատ շեշտ ենք դնում ենթակառուցվածքների եւ ապագա ծառայությունների բազմազանության վրա, սպորտային տարբեր հնարավորություններ, գոլֆի դաշտ, թենիսի կորտեր, մեծ կոնֆերանս զալ եւ ամենակարևորը առողջարանային նշանակության պահպանումը տվյալ հատվածում, որը ի սկզբանե նման նշանակության է եղել եւ տվյալ ապարտ հոթելում նպատակ ունենալու այդ դետոքս կենտրոնի, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Իսկ դետոքս կենտրոնից մի փոքր կպատմեք, ինչ է այն, ինչեր են լինելու։ Տարբեր դետոքս կենտրոններ կան հիմա, որ բավական տրենդային են աշխարհում, բայց ամենահետաքրքիր ուղղություններից մեկը դա longevity կոչված ուղղության դետոքս կենտրոններն են, որոնց նպատակը երկարակեցությունն է, երիտասարդացումը եւ այս կոնցեպտը այս պահին Եվրոպայում հատկապես շատ մեծ պահանջարկ ունի ու ունենալով դա Հայաստանում մենք ունենք այդ ամբիցիաները, որ Հայաստան նաև կգան այդ դետոքս կենտրոնից օգտվելու համար։ Այսինքն ստիպված չեն լինի եվրոպական երկրներ գնալ, որտեղ ավելի թանկ կլինի վստահաբար։ Տարածքը գտնվում է Դիլիջան ազգային պարկում կամ հարակից հատվածում, ինչպես է հնարավոր եղել տարածքի ձեռքբերումը։ Շատ բարի, 4 կողմից շրջապատված է Դիլիջան ազգային պարկով մեր տարածքը, ինքը ունի իր նախապատմությունը, որի մասին հիմա կպատմեմ, 2004 թվականին է դեռ ձեռք բերվել հողամասը, սակայն տվյալ հողամասը դեռ խորհրդային տարիներին դիտարկվել եւ ընտրվել է որպես հարմար տարածք հատուկ առողջարանային կենտրոն կառուցելու համար, որը պետք է նպատակ ունենար այդ առողջարանային կենտրոնը սուր շնչառական թոքային հիվանդություն ունեցող մարդկանց համար նախատեսված լիներ եւ քանի որ ինքը բարձրադիր էր անտառով շրջապատված, բայց ուներ բավականին մեծ բացատային այդ հատվածներ, այդտեղ ընտրվել եւ կառուցվել է 70-ականների վերջ, 80-ականներին տվյալ առողջարանային կենտրոնը եւ քանի որ առողջարանային կենտրոնը ինքնուրույն մարդ չէր կարող լիներ, ուղղակի կցվել է մոտակա ոնց որ համայնքին, որը Դիլիջան քաղաքն էր եւ ինքը փաստացի Դիլիջան քաղաք է համարվում, եթե անգամ մեփով փորձենք նայել, ուղղակի որ գրում ենք Դիլիջան, կարմիրով սահմաններն է Դիլիջանի եւ անտառի մեջ մի հատ կղզյակ, որը հենց մենք ենք եւ Դիլիջանայի նախագծի տարածքն է։ Եվ այսպիսով ինքը քանի որ արդեն հետ սովետական ժամանակներում չէր օգտագործվում եւ ինչ որտեղ նաեւ պետության բալանսին այդ տարիներին ինքը ավելի շատ բեռ էր, հանվել է վաճառքի եւ մեր ներդրողները գնել են առողջարանային կենտրոնը, որին պատկանում է 18.7 հեկտար հարակից հողատարածքը։ Այսինքն այն բացառիկ է նաև նրանով, որ հարակից տարածքներում հետագայում չի կարող շինարարություն լինել։ Բացառված է հարևանությամբ շինարարությունը, հարևանությամբ ամբողջությամբ անտառներ են, մեզ համար կարևորում եմ նշել, որ բնապահպանական մոտեցումը շատ մեծ նշանակություն ունի,
մենք նախագիծը իրականացնում ենք նախկինում եղած շենքերից որոշների տեղում, այսինքն տվյալ համապատասխան հատվածներում հիմքերը դրվել եւ կառուցվում եւ անգամ նկարներ կան, որ կարող եք տեսնել հիմքին շատ մոտ ինչքան զգուշությամբ մենք պահպանել ենք այդ ծառատեսակները։ Իրականում մեր տարածքի ծառատեսակները մեր համար շատ կարևոր են, որովհետեւ ինքը միայն անտառը չի, այդ նույն առողջարանային կենտրոնի կառուցման ժամանակ խորհրդային տարիների այդ իրենց հետազոտությունների համապատասխան այդտեղ բերվել եւ հատուկ նշանակության ծառատեսակները բավական շատ նաեւ տնկվել, որոնք հենց թթվասնային արտադրություն են մեծացնում։ Այսինքն մեր հողամասում ոչ միայն օդնամակուն ինչպես ընդհանուր դիլիջանում, այլ նաև թթվասնային արտադրությունը մեր հատվածում շատ բարձր է այդ ծառատեսակների հաշվին։ Դուք նաև կարծեմ շինարարության տարածքը բավականին փոքր է, համեմատած հողի, բայց իրականում փոքր չէ, 17 հեկտարի համար 1.5 հեկտարը փոքր է, բայց 1.5 հեկտարի վրա մենք կառուցել ենք արդեն իսկ 21 էքսկլյուզիվ թաունհաուսներ եւ նախատեսված կառուցում ենք 400 ապարտամենտով մեծ այդ կոմպլեքսը։ Իսկ երբ ավարտին կհասնի 2029 թվականին առաջի կես նախատեսվում է հանձնումը։ Ինչպես եք ընտրում գործընկերներ, ես տեսա, որ դուք պայմանագիր եք կնքել CWPRN-ի հետ եւ Մալխասյան շին ընկերությունների հետ, որոնք երկուսն էլ բավականին պատմություն ունեցող ընկերություններ են, որն է կարևոր հատկանիշը գիծը, որ ընտրում ուշադրություն եք դարձնում գործընկերներ ընտրելիս։ Դե իրենց փորձը, որը միանշանակ բավական հարուստ է երկու ընկերությունների դեպքում էլ, նաև իրենց նախկինում աշխատած պատվիրատուների դրական կարծիքները, որ մեզ համար շատ կարևոր են եղել, եւ Մալխասյան շին ընկերությունը շինարարական ոլորտում ունի բավական լուրջ հաջողություններ եւ հաջողված նախագծեր, իսկ CWPRN-ին հատկանշական է, որ ինքը միայն Հայաստանում չի գործում, ԱՊՀ տարածաշրջանում մեծ ընկերություն է, անշարժ գույքի խորհրդատվության, շինարարության կազմակերպման, կառավարման մասով, եւ շատ կարեւոր է նշել, որ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը իրենք մաս են կազմել համաշխարհային Cushman & Wakeland ընկերության, որի փորձը եւ որի ներկայացուցիչները նախկինում իրենց հանդիսանալը էլ ավելի է իրենց փորձը մեծացնում զուտ պատերազմից հետո ինչպես Ռուսաստանի տարածքում շատ բրենդներ արդեն ռեբրենդ եղան եւ դադարեցին կապերը Եվրոպայի ու Ամերիկայի հետ, այդպես էլ իրենք ստեղծեցին արդեն նոր ընկերությունը, որով իրականացնում են իրենց աշխատանքները, շատ հայտնի նախագծեր կան, որոնց հետ իրենք կապ ունեն, որը մեզ համար շատ հետաքրքիր դարձրեց իրանց հետ աշխատելը, որտեղ նաև փորձառու գործընկերներ ներգրավելով մենք ավելի հիմնավորում ենք եւ ավելի ինչ որտեղ կոմպենսացնում ենք մեր անշարժ գույքում գուցե չունենալ այդ 30 տարվա կամ 10 տարվա շինարարության, որը լրիվ փակում է բոլոր այն բացերը, որ որպես ներդրող մարդ կարա առաջի անգամ մուտք գործի շուկա, խաղա, ինչ որ նախագիծ անի եւ խնդիրների բախվի։ Մենք այն գործընկերների թիմն ենք կազմել, որով մենք կարող ենք արդեն ասել հստակ եւ վստահ, որ փորձառու ենք։ Այսինքն հաճախորդը ինչին պետք է ուշադրություն դարձնի անշարժ գույք ձեռք բերելուց։ Դուք տեսեք սովորաբար նախկինում արած աշխատանքների հիման վրա են դժգոհությունների, գոհունակությունների, սխալների, բաց թողումների։ Ձեր դեպքում նշեցիք, որ լավ գործընկերներն են նաև լավ գործընկերներն են, որոնք ամբողջությամբ ներգրաված են նախագծում, շինարարության մեջ եւ միասին իրականացնում ենք նախագիծը։ Դուք վերջերս միացել եք տնօրենների հայկական ինստիտուտին, ընդգծելով դրա դերը միջազգային ստանդարտներին համապատասխանող գործարար միջավայր ստեղծելու հարցում, այն ինչքանով է ազդել ձեր անձնական փորձի վրա եւ DCD ընկերության ղեկավարմանը։
Ես զուտ վերջերս եմ միացել, ինձ համար շատ հետաքրքիր էր այդ ինստիտուտը եւ անդամակցող մարդիկ որպես կերպար, եւ դա ինձ համար նաեւ ավելի հետաքրքիր այլընտրանք էր շատ տարբեր այլ բիզնես կլուբային իրավիճակների հետ համեմատած, որովհետև տվյալ միավորումը, այսպես ասած, շատ ավելի պրոֆեսիոնալ միավորում է, պրոֆեսիոնալների է համախմբում, այդտեղ կան բազմաթիվ ընկերությունների խորհրդի անդամներ, ղեկավարներ, որոնք ունեցել են նաև միջազգային փորձառություն բիզնեսում, միջազգային կրթություն, եւ ես տեսա այդ պոտենցիալը եւ դեռ իրանց հետ ճանապարհ կանցնեմ, հուսով եմ հետագայում դա կազդի, ինչպես նշեցիք, եւ իմ գիտելիքների նաև ավելացման եւ կառավարչական հմտությունների մասով, բայց ես դեռ մի ամիս է որ միացել եմ։ Դուք բավականին ակտիվ եք, կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ եք նաև, ինչ է տալիս անդամակցությունը եւ ինչ է վերցնում, ոչ միայն տալիս, այլ նաև վերցնում։ Կառուցապատողների ասոցիացիան ինձ համար շատ եզակի օրինակ է, թե ինչպես կարող է որոշ ոլորտ, մասնավոր ոլորտի ընկերություններ ունենան հատուկ եւ տենց նմանատիպ հաջողված հարաբերություններ պետության հետ ոլորտի կայունությունը պահպանելու համար, ոլորտի զարգացումը իրականացնելու համար, կառուցապատողների ասոցիացիայի իրական աշխատանքը շատ ավելի մեծ է ու արդյունքները, քան մենք այսպես կարող ենք տեսնել ու գնահատել մեդիայով, նույն դրական այսպես փոփոխությունները, որ եղավ ավելի մարսելի եւ փուլային, որտեղ պետությունը որոշել էր, որ պետք է կառուցապատողներ չկարողանան օգտագործել հատուկ հաշվի վրա գումարները մինչև ավարտ, դրա փուլային առումով դրա մուտք գործել այդ օրենքի, նույնպես կառուցապատողների ասոցիացիայի աշխատանքի հաջող օրինակներից էր, եւ իրականում շատ օրինակներ կարելի է նշել, իրանք ավելի շատ օգնում են բոլոր կառուցապատողներին եւ կարծում եմ դա համայնք է, որ ոլորտի ցանկացած ընկերություն պետք է լինի եւ համախմբվելով ասոցիացիայի շուրջ եւ լուծենք տարբեր հարցեր եւ խնդիրներ, ինչ որ ունենք օրենսդրական մասով եւ նաեւ կարողանանք բարձր պայենք ոլորտի այսպես համբավը, որովհետև 1-2 անհաջող պրոյեկտներ, որոնք կարող են 1% չկազմել շուկայում, կարող են շատ բարձր հեղինակազրկեն ընդհանուր ոլորտը եւ ազդեն որոշակիորեն, դրա համար ասոցիացիայի ջանքերը նաեւ այս առումով շատ բարձր եմ գնահատում։ Կառուցապատման հիմնական խնդիրներից են հանդիսանում ուշացումները, ինչպես կմեկնաբանեք այն որպես կառուցապատող եւ ինչու ոչ նաեւ որպես գնորդ։ Ինչին պետք է ուշադրություն դարձնի գնորդը։ Տեսեք, այս խնդիրը ունի իր այսպես սահմանային չափը, որ բնական է եւ նորմալ է եւ երբեմն նաեւ որ այդ սահմաններից դուրս է հասնում այդ ուշանալը, իրականում կառուցապատումը ինքը իրենից արդեն իսկ բարդ նախագիծ է ներկայացնում, ցանկացած մարդ, ով տուն է փորձում վերանորոգի, միշտ ունի մի ինչ-որ ժամկետ, չէ, որից ինքը ուշանում է, դե պատկերացրեք հիմա, երբ որ խոսք է գնում մեծ շենքի կամ համալիրի մասին, դրա համար բոլոր կառուցապատողները ձգտում են եւ հաշվարկում են այնպես, որ նշված ժամանակից շուտ ավարտեն ու լինում է դեպքեր, որ նույնիսկ ժամանակին կամ շուտ ավարտում են, բայց երբեմն այդ խնդիրները ընթացիկ է առաջանում եւ դրանց լուծելու հետևից գնալով շատ բնական ձևով ուշանում է, իմ կարծիքով մինչեւ 6 ամիս պլյուս մինուս ուշացումը դա լրիվ արդարացված ուշացում է, հաճախորդը պետք է հասկանա, որ ինքը գնում է նախագծում, որը դեռ պատրաստ չի, ինքը այդտեղ ունենալու է կապիտալիզացիա, որովհետև այդ շենքը երբ որ պատրաստ եղավ ու
այդտեղ հնարավոր է որ մարդը գա, ապրի, ունենալու է մեկ լրիվ այլ գին, քան այն պահին, ինչ ինքը այդ պահին ձեռք է բերում այդ գնով ու պետք է հասկանա, որ այս արժեքը հետապնդելու եւ այդ ներդրումը անելու համար որոշակի ուշացումը դա արդարացված է նաեւ, բայց աշխատանքները այս մասով նույնպես տարվում են, որպեսզի այդ ավարտական process-ները, իրավական process-ները, գնահատականները ավելի արագանան, ստեղ նույնպես կառուցապատողների ասոցիացիայի ջանքերը բարձր են։ Չեմ ցանկանա նշել ընկերությունների անուններ, բայց բազմաթիվ բողոքներ են եղել չափանիշներից, հաճախորդները, գնորդները պնդում են, որ իրենց վաճառվել է էլիտար կամ պրեմիում դասի կառույց, բայց այն իրականում այլ է ու գնորդ վաճառող հարաբերություններում պարզվել է, որ էլիտարի չափանիշները տարբեր են երկուսի մոտ։ Կան նաև մեկ այլ խնդիր, որ մարկետի վրա կամ գովազդներում նշում են, որ կա խաղահրապարակ, գլողավազան, հատուկ անվտանգություն, իսկ իրականում ոչինչ չկա։ Այս հարցերը ինչպես են կարգավորվում։ Տեսեք, սա շատ դրական էվոլյուցիայի մեջ է հիմա, որ այսպես կգնահատեմ առաջի հերթին, եթե մենք տեսնենք այն մի քիչ հին սերնդի նորակառույցները, որոնք հիմա շահագործված են, մարդիկ ապրում են 15-16 թվականներին կենտրոնում հանձնված եւ այլն, իրենք ընդհանրապես նախագծում չեն ունեցել տարածք լողավազանի այգու խաղահրապարակի տրամադրելու համար, որովհետեւ եթե իրենք ունեցել են պայմանական 1000 քառակուսի մետր հող, իրենք կարողացել են 1000 քառակուսի մետր հողն էլ օգտագործել շինության համար։ Դեռ վաղուց կան այդ նորմերը, որ մտել են, որ եթե դու ունես 1000 քառակուսի մետր հող, դու կարաս շինությունը տեղից քո պետքա զբաղացնի ոչ ավել, քան 40%-ը քո հողի մակերեսի, 20%-ը հատկացնել ճանապարհներին եւ այն 40%-ը բարեկարգմանը։ Այդ բարեկարգումը կարա լինի տարբեր, կախված հողի մեծությունից, կախված նախագծից, ճարտարապետից, կոնցեպտից, ճաշակից եւ այլն, բայց այն որ պետքա լինի որոշակի բարեկարգում, դա արդեն վաղուց է իրականացվում, զուտ թե այդ բարեկարգման մեջ օրինակ մանկական խաղահրապարակը ինչքան է, ինչ տեղ է զբաղացնում, վերջում դա պահվում է թե չէ, սա ոնց որ այլ խնդիրն է, որը նույնպես լուծվում է, բայց ամենակարևորը հիմա երբ որ շուկան զարգացման մի այնպիսի հետաքրքիր փուլ է հասել, որտեղ արդեն ի հայտ են գալիս խաղացողներ եւ նոր նախագծեր, որոնք մրցակցում են առատաձեռնությամբ այդ նույն տարածքի տալու, այդ նույն ենթակառուցվածքները տրամադրելու, դրանք իրականացնելու մասով, որով իրենք արժևորում են իրենց նախագիծը, ոչ միայն ստեղ գումար աշխատելու հարցն է, այլ նաեւ որ իրենք հետ կթողեն եւ տարբերվող նախագիծ իրականացնեն։ Իսկ չափանիշները կան չափանիշներ, որով սահմանվում է էլիտարը, պրեմիումը, այո, հիմա հենց վերջերս առաջի անգամ միջազգային չափանիշներից միջազգային նորմաներով առաջին անգամ մեր նախագծերից մեկը Art Company-ին, կառուցապատողների ասոցիացիայի անդամ Firdous Prime Residency համար տվեց միջազգային ստանդարտով չափանիշ, այդ մի օրինակ, որ հիմա մենք հասել ենք այս էվոլյուցիայի փուլում, արդեն այնտեղ, որ ավելի չափանիշներով է նաև դա լինում, եւ եթե մենք նկատենք հիմնականում նոր կառուցապատվող շենքերը վաղուց են շենքեր սարքվում եւ հանձնվում, այսինքն հետ այս արդեն խորհրդային տարիներից հետո կան 2000-ականների նորակառույցներ, 2010-ականների նորակառույցներ ու հիմա արդեն 2020-ականներին են հանձնվում, եթե մենք նայենք բացառության որոշ դեպքերի մեծ մասամբ էվոլյուցիան ավելի դրական է եւ նաեւ դրական է նոր ու հետաքրքիր նախագծեր դուրս գալու առումով, չափանիշներն էլ արդեն ժամանակի ընթացքում կդառնան ավելի ոնց որ պահանջված, 1-2 օրինակից հետո բոլորը կձգտեն դրանց, մանավանդ որ չափանիշներ տրամադրելով ինչ որ մեկին չեմ կարծում նեղացնում են չափանիշներ նույն բանը կոմֆորտ դասը չափանիշ է ու եթե մարդը կառուցում է կոմֆորտ դասի համար այդ գնային սեգմենտում այդ չափանիշ ունենալը շատ նորմալ է եթե ինքը օգտագործում է թանկ ինքնարժեք իրանից ներկայացնող նյութեր
թանկ վերելակներ եւ այլն, դրանք հաշվառվում է եւ արդեն տրվում է համապատասխան չափանիշ եւ այլն։ Շատ լավ է։ Տեսեք, հաջորդ հարցը, որին կուզեի անդրադառնայինք, ճարտարապետությունն է։ Օրինակ Իտալիայում որոշ քաղաքներում անգամ պատուհանը, քո սեփական տան պատուհանը չես կարող փոխել, համարվում է, որ դրսի պատը պետությանն է, ներսի պատն է քոնը։ Հայաստանում գոնե թե իմ ոչ մասնագիտական կարծիքով ընդհանուր ճարտարապետությունը զիջում է կամ չի զգացվում։ Կա նման բան։ Տեսեք, իրականում, երբ որ խոսում ենք Իտալիայի մասին, մենք կարծում եմ խոսում ենք 200-300 տարվա պատմություն ունեցող շենքերի, դա լրիվ այլ է։ Մեր մոտ էլ է այդ փոփոխությունները եղելու կա, հիմա նույն Կասկադում կամ Մաշտոցում դրսի պատը այնպես չի, որ այդ տան սեփականատիրոջն է պատկանում եւ նույն քաղաքապետարանը ունի նորմեր, որ խախտումների դեպքում կգան կմիջամտեն եւ այլն։ Այսինքն այդ նորմերը ինչ որ պատմամշակութային շենք է համարվում, դա պահպանվում է։ Իսկ ընդհանուր ճարտարապետություն, որ Երևանում կա այս ճարտարապետությունը, ամեն նոր շինարարություն պետքա համապատասխանի այդ ճարտարապետությանը, ոչ թե ցավոք մենք ստեղ ունենք խնդիր, չի եղել մեզ մոտ չկա այդ ուրբան դիզայնը, հա, հստակ դրված Երևանի համար, թե ինչպես պետք է, ինչ գույներ պետք է ունենային նորակառույցները, ինչ գույներ չպետք է ունենային այդ նորակառույցները, ոնց պետք է ինքը լիներ ավելի համահունչ։ Կամ արդյոք հաջորդ շենքը մյուս շենքին ուղղակի չի ոչնչացնում։ Այո։ Եվ այս մասով շատ ոնց որ ուշացված սկսվեց աշխատանքներ տարվելը եւ մենք արդեն իսկ ունենք այդ ճարտարապետության այսպես խանգարված իրավիճակը եւ տեսքը, որ ցավոք հիմա ունենք այդ ինչ որ ձև փոխել չի լինի, որտեվ կան հին պատմամշակութային շենքեր, իրանց կողքը այդ սպիտակ տրավերտինով շենքերը եւ դա ոնց որ այն իրականությունն է, որ ունենք, բայց այս քանի որ ես շատ լավատես եմ ամեն հարցում, ինչն է ստեղ լավ, որ վերջապես մեր մոտ էլ է սկսվում մրցակցությունը եւ ճարտարապետության վրա ուշադրություն դարձնելը եւ կան շատ լավ նախագծեր արդեն իսկ շուկայում գործող, կառուցված, որոնք նոր նշաձող են սահմանել։ Այս մասում իմ համար չեմ կարող չնշել Խախամյան Ավետիսի ոնց որ ներդրումը իր ամանո նախագծով, որը լրիվ փոխեց, թե ինչ կարելի անել ընդհանրապես շինարարության մեջ եւ նաեւ օրինակ շատ հետաքրքիր մոտեցում տվեց այլ սեգմենտի համար Sunday Towers-ը, այս Երևանի նախագծերից եմ խոսում, որը նույնպես ուշադրություն դարձրեց ճարտարապետին, կոնցեպտին, սկսեց ընտեղից, թե իր ապագա բնակիչը գնորդը հետո ինչ ապրելակերպ պետք է ունենա, ով է լինելու եւ այդտեղից գալով հավաքվեց ու դարավ ճարտարապետություն նախագիծ, որոնք նոր նշաձող են սահմանում եւ իմ կարծիքով նման նախագծերը գնալով շատանալու են եւ կառուցապատման ոլորտի որակը ել ավելի նման օրինակներով բարձրանա։ Շատ դեպքերում ճարտարապետները ոչ թե քաղաքային միջավայր ձևավորողներ են, այլ պատվիրատուի տեխնիկական հատվածը ապահովողները, ինչու է այսպես եւ քանի որ ասեցիք լավատես եք, վստահ եմ մտածում եք, որ դա էլ կփոխվի ժամանակի հետ։ Հա, այդ տեխնիկական պատվեր իրականացնելը ամենացավոտ մասն է, երբ որ մանավանդ այդ պատվերը լինում է, որ հնարավորինս քիչ ինքնարժեքով ինչ կարելի է սարքել ու վերջում այդ քառակուսի շենքերն է դուրս գալիս, որոնք կախված տեղադիրքից փորձում են նաև հնարավորինս թանկ վաճառել, բայց դա էլ ժամանակի ընթացքում ոնց որ անցնում է, քանի որ երբ որ լավ նախագծեր են հայտնվում շուկայում, մարդիկ արդեն տեսնում են, մարդկանց ճաշակն է փոխվում եւ դրանից հետո նման նախագծերը հետաքրքիր չեն դառնում եւ
դրանց գնային էլ իջեցնելով արդեն նաև հետաքրքիր չի լինում նման նախագիծ իրականացնողների համար ու այդ իմ լավատեսությունը այս առումով ունի նաև որոշակի փաստարկներ ու հիմքեր ու տեսնում է իրականությունը հենց որ հուսով եմ որ մենք մի 5-ից 10 տարի հետո ու ամեն 5 տարի հետո կունենանք ավելի հետաքրքիր շենքերով լցված նաև քաղաք լավատես լինենք այո Հաճախ նաև առաջնային է դառնում քառակուսի մետրի հնարավորինս հագեցած օգտագործումը, այսինքն ձեր դուք նշեցիք, որ 40-20-40% կա, այսինքն 40%-ը պետք է լինի շինությունը, 20%-ը ճանապարհը, մյուսը բարեկարգումը։ Սա պահպանվում է։ Իհարկե, անհնար է, դա անհնար է շեղել, գոնե դա անհնար է, այսինքն այդ 40% բարեկարգումը հրապարակվել է վաղուց վանից չեմ հիշի հիմա թիվը, բայց կարող է 18-ից նույնիսկ մի տարի առաջ հետո sense չեմ կապում էլի, բայց այդ օրենքը վաղուց վանից կա ու պահպանվում է հստակ, ստե խնդիրը ձեր ասած այլ հարց է, նույնիսկ շինթույլտվություն չեն կարա ստանան, ԱՊԶ շինթույլտվություն ոչինչ չեն կարա ստանան, եթե իրենց շենքը իրենց ունեցած հողամասի 40%-ով ավել է գծված, ոչ մի թղթաբանություն չեն կարա անցնեն այլ բան է, որ այն 40% բարեկարգումը ինչ ճոխության են ներկայացրել եւ փաստացի ինչ չափով են տալիս օրինակ ներկայացրել են լողավազանա լինելու, բայց քանի որ ավելի էժան է ստացվում ուղղակի մի հատ ֆուտբոլ, բասկետբոլի դաշտը դա օրինակ եթե նման փորձեր լինի իրականում սա էլ է իրավականորեն կարգավորվող, որտեղ այն ինչ որ կառուցապատողը հրապարակայնորեն խոստանում է իր սոցիալական էջերով կայքով, դա համարվում է ինչ որտեղ օֆերտա, որից չի կարող շեղվել հրապարակային եւ ստեղ դրանց իրականացման որակն է արդեն հարցը, բայց այդ հարցը ինքը շատ տարական հարց է, էլի, ոչ մեկ չի կարա ու վաղուց չի կարողանում ու չկան տենց օրինակներ, որ կարա 40%-ից ավել բան անի, իր հողամասի վրա շինարարություն անի, ընդեղ եթե չեմ սխալվում, բացառություն են կազմում հասարակական նշանակության տարածքները, դրանք դե այլ են Բայց բնակելի թաղամասը պարտադիր է, որ 40%-ը չպետք է անցնի։ 2022 թվականից աստիճանաբար ուժի մեջ մտավ եկամտահարկի վերադարձի օրենքի փոփոխությունը Երևանում, որի նպատակն էր մարզերում շինարարությունների ավելացումը եւ Երևանի մի փոքր գոնե բեռնաթափումը կամ այս շինարարական բումի դադարեցումը։ Ըստ ձեզ ինչպես այն ազդեց, արդյոք ծառայեց նպատակին։ Տեսեք, կախված է թե նպատակը որն էր, եթե նպատակը Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Կապանում շինարարության խթանելն էր, ապա ոչ չազդեց առանձնապես այդ օրենքով, եթե Երևանի քաղաքի սահմանների մեծացումն էր, ապա ազդեց, որովհետև եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի իր մեծ ու լուրջ ազդեցությունը մեկա թողել է շուկայի վրա եւ օրենքի դուրս գալուց հետո նույն շուկան միանշանակ նորից աճում է վերջի այս թվականի հունվար-փետրվարի կադաստրի թվերը եթե համեմատենք նախորդ հունվար-փետրվարին կրկնակի աճ ունեցա, այսինքն 50%-ով երևի Երևան քաղաքում, 100 եւ ավել տոկոսով Երևանից դուրս, բայց այդ Երևանից դուրսը վերաբերվում է Երևանի սահմանակից հատվածներին, օրինակ Օրենջին, Զովունուն, Բագրևանդի են մյուս կտորներին դեպի Ձորախբյուր, այն հատվածները, որտեղ ինքը Երևանին մոտ է, կարելի է ասել թե Երևանում ապրում, գալ կենտրոն, գնալ տուն, բայց օֆիցիալ Երևան չի համարվում, այդ մասի վրա շատ է ազդել, այո, այդ հատվածները Երևանից դուրս կառուցապատվում են, որի արդյունքում մայրաքաղաքի սահմաններն է մեծանում։ Իսկ այդ սահմանները միևնույն է չէր մեծանալու, որովհետև ամեն դեպքում հնարավոր չի անընդհատ Երևանի տարածքում այդ տարածքներ գտնել շինություն, ինքնին միևնույն է մեծանալու էր այդ տարածքը։ Դե փոքր է Երևանի տարածքը, բայց պահանջարկը շատ է ու տենց բնական այո, որ երբ որ կենտրոնում էլ հող չկա, պետք է մտածել, թե
կենտրոնին մոտ որտեղ կա, կենտրոնի մոտ էլ չկա, դուրսը որտեղ կա եւ այլն։ Մի փոքր անդրադառնանք ձեր նախասիրություններին, դուք 10 տարի կարծեմ զբաղվում եք թենիսով, սիրում եք գոլֆ, սիրում եք սիգար, երեքն էլ բավականին հետաքրքիր նախասիրություններ են ու երեքն էլ կապված են բիզնեսի հետ, հիմա ձեր բիզնես մտածողությունն է բերել այդ սերը, թե դա եղել է եւ ազդել է ձեր ընտրության վրա։ Ես իրականում չեմ կապում դրանցից ոչ մեկը, թենիսը հա 10 տարի շատ է հնչում, 10 տարուց կարող է ավելել, բայց մեծ ընդհատումներով եմ միշտ պարապել։ Բոլորը իմ կյանքի նախընտրություններն ու հետաքրքրություններն են եղել եւ որևիցե կապ չի ունեցել բիզնեսի հետ կամ կարիերայի հետ։ Ես սիրում եմ էսթետիկ ապրել կյանքը ու այն ամեն ինչի մեջ տեսնում եմ էսթետիկա, սիրում եմ եւ այդ հոբին դառնում է իմը։ Շնորհակալ եմ։ Մենք հաղորդման վերջին հատվածում ունենք հարց եւ պատասխան մեր նախորդ հյուրից, հաջորդ հյուրին առանց իմանալու թե ով է նա։ Մեր նախորդ հյուրը եղել է Red Store տեխնիկայի խանութների ցանցի տնօրեն Արման Գյուրջյանը եւ նա ձեզ հարց է ուղղել, որը հետեւյալն է. ինչը կփոխեիք ձեր բիզնեսում։ Այն ինչը կփոխեի բիզնեսում, ես փոխում եմ ամեն օր ու չեմ սիրում կիսվել, քանի դրա արդյունքները չեմ ունենում։ Շնորհակալ եմ, պարոն Գյուրջյանը ձեզ մաղթում է քաջ առողջություն եւ ամենակարևորը բիզնեսում կարգապահություն։ Իսկ ըստ ձեզ ամենակարևորը բիզնեսում ի՞նչն է։ Ստեղծագործելը։ Շնորհակալ եմ, կխնդրեմ ձեզ նաեւ դուք գրեք մեր հաջորդ հյուրի հարց եւ մաղթանք, չիմանալով ով է նա։ Շատ բարի։ Շնորհակալ եմ մեզ համար ժամանակ գտնելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Եթերում Business Lab-ներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։